Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Ողջույն, եթերում համեղ կիրակին է։ Ձեզ հետ է շեֆ Դավիթը եւ ես։ Ողջույն Դավիթ։ Ողջույն Լիկա։ Բարև ձեզ։ Շատ լավ, դու ինչպես ես։ Ես միշտ լավ եմ, Դավիթ։ Դու այսօր պատրաստվել ես ռիտուալին մեր ուտեստների։ Իսկ ինչ եք այսօր պատրաստելու։ Այսօր ուր են գնալու դեպի Ֆրանսիա։ Կուլինարիայի հայրենիք։ Աշխարհոման են գալիս։ Այո, Սկսենք Դավիթ։ Այս անգամ Ֆրանսիան կներկայացնենք։ Ահա, ֆրանսիական դրոշ ենք ներկայացնելու նաև։ Ոչ, ֆրանսիական դրոշ այս հաղորդմանը երևի չլինի, բայց կլինի տիպիկ ֆրանսիական ուտեստներ։ Ահա։ Այո, որոնք որ պատրաստվել են Ֆրանսիայում, պատրաստվում են ու կարելի է ասել Ֆրանսիայի այցեքարտն են։ Ես չեմ կռահում։ Սկսենք գուցե։ Սկսեցինք։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Դավիթ, հավ եմ տեսնում։ Այո։ Եթե դուք անցյալ մեր հաղորդումը տեսել եք, ապա կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Դավիթ, քո բակի հավն է։ Ոչ, ես նրանց չեմ կարող պատրաստել, այո։ Ես նրանց պահում եմ իբրև կենդանիներ, որպես կենդանիներ, այո։ Բա ինչպես ես կարողանում ուրիշի հավի հետ այսպես վարվել։ Դե ուրիշներն են արդեն իր հետ այսպես վարվել, ճիշտն ասած։ Հիմա մեզանից ասում ուղղակի պատրաստենք ուրիշի վարված հավը։ Ամոթ ձեզ, ինչ եք վարվել հավի հետ այսպես։ Այո։ Իսկ Ֆրանսիան ինչ կապ ունի հավի հետ։ Տեսեք։ Ֆրանսիայում դուր պատասխանում է։ Այո։ Պատմեմ։ Ուրեմն հարյուրավոր տարիներ առաջ, երբ մարդիկ սովեր, պրոդուկտի դեֆիցիտ էր ամբողջ աշխարհում եւ այլն, մարդիկ պահում, երբում եւ պատրաստում եւ ուտում էին իրենց հավերին, ակաղաղներին։ Այս ուտեստը բնորոշ է ակաղաղներին, քանի որ մեր եթերաժամը սուղ է, մենք տնական ակաղաղով չենք պատրաստել, պետական հավով կանենք, որ ասում են պետական հավի։ Ասում պետության հավն է։ Այո, պետական հավեր ինքը, պետական այս պարագայում իրենք պատրաստում էին ակաղաղը ժամերով ու չէր եփվում, որովհետեւ միսը կարծր էր, ծեր էր եւ այլն։ Իսկ քանի որ ամբողջ Ֆրանսիայում առատ գինի ունեին, Ֆրանսիայում, Իտալիայում, ընդհանրապես Եվրոպայում գինին միշտ եղել է արկա բոլորի տանը, ու Բոլոնիայում, չգիտեմ, Բորդոյում մարդիկ սկսեցին պատրաստել ակաղաղը գինով։ Մենք այստեղ ունենք 4 անապակ գինի։ Սա գինի է, այս թվաց սոուսը։ Ավելացրել են գազար, համեմունքներ, խոզապուխտ, կարակ, սխտոր, սոխ։ Եվ այդ ամենով պատրաստել են արդեն Ֆրանսիայի այցեքարտը դառած ուտեստը, ամբողջական ակաղաղը։ Դե իհարկե մենք պատրաստենք հավով։ Իսկ ինչպես է կոչվում ուտեստը։ Տնական ակաղաղ անապակ գինով։ Շատ լավ, սկսենք Դավիթ, որովհետև մենք սոված ենք եւ սպասում ենք քո ուտեստը արագ պատրաստվի եւ վայելենք։ Գնացինք։ Այո, սկզբում մեզ պետք է Take it easy։ Իմիջայլուց take, վերցրու, կեր, թեթև, հա, ճիշտ եմ թարգմանում։ Եվ Instagram-յան եւ Facebook-յան ալիքներում այսպես գրեք take it easy եւ կտեսնեք այնտեղ Դավիթի պատրաստած համովությունները, որը կարող եք պատվիրել ձեր աշխատանքի վայրը։ Ես գիտես քեզ անընդհատ ուզում եմ ասեմ take it easy, բայց դու այնքան մեղ մարդ ես։ Չես տալիս այդ հնարավորությունը քեզ ասեմ թեթև տար։ Ես բացեմ։ Հիմա ես ուզում եմ առաջացնեմ մեր կաթսան հավիկի համար։ Դավիթ, այսօր լուրջ ես։ Ինձ թվում է քո բակի հավնա դու չես ասում դրա մասին, հուզված ես, այդպիսի տպավորություն է ինձ մոտ։ Ես մի քիչ սառն եմ տանում կենթանիների հանդեպ։ Վեգան ես։ Չէ, ամենակեր եմ։ Բայց մերկ հավին դիտելիս չես կարող լավ էմոցիաներով լցվես։ Դաժան ենք, բայց կա այնինչ կա։ Մի բան կարող եմ խնդրել։ Այո։ Կարող ես քերիչով ինձ համար անցկացնել գազարը։ Այո, ես գազարով տորտ պատրաստելու սիրահար եմ եւ սիրով քերեմ քեզ համար գազարը։ Այդ ընթացքում ես կկտրատեմ սոխը։ Խոշորեմ։ Այո։ Ուզում եմ ասել խոշորեմ մաղում, քերում։ Սոխա կտրատում իմ կողքը, խնդրում եմ քեզ, Դավիթ ջան, գնա էլի։ Վերցրու այդ սոխդ մի քիչ հեռու էլի։ Ու կգնամ։ Որովհետեւ գրիմա ստիպված կլինես հավի ինտերակցիությամբ քերել գազարը։ Սիրով։ Դավիթ, իսկ ովքեր են take it easy հիմնական եւ մշտական հաճախորդները։ Հիմնական եւ մշտական։ Ոչինչ։ Շատ հետաքրքիր հարց։ Իհարկե, սիրով պատասխանեմ։ Հիմնականում առանձին կառույցներում աշխատող մարդիկ, ընկերներ, խմբեր, ովքեր 7 կամ ավել, այո,
խմբերով են աշխատում։ Ահա։ Take it easy-ն շատ հարմարեցված է հենց աշխատող մարդկանց համար, որովհետեւ պատկերացրու դու աշխատում ես ինչ-որ գրասենյակում, նստած ես ինչ-որ թղթաբանության մեջ ու եկել է հաց ուտելու ժամանակը, դու պիտի մտնես, ընտրես եւ այլն, բայց մենք պատկերացրու որ քեզ տալիս ենք արդեն նախապես դու գիտես ինչ ես ուտելու, որորն ես ուտելու եւ երբ։ Դու ուղղակի աշխատում ես եւ այդ ժամին ուտեստը հայտնվում է քո սեղանին։ Ինչ հետաքրքիր է, իսկապես շատ լավ բան եք մտածել։ Կարծում եմ նաեւ IT ոլորտներում է դա շատ հարմար, հա, որովհետեւ հիմնական մեր հյուրերը, մեր հաճախորդները հենց իրենք են։ IT մարդիկ, ովքեր հիմնականում նստակյաց աշխատանք, բանկեր եւ այլն նմանատիպ նստակյաց աշխատանքով աշխատող։ Կրեատիվ մի բան մտածեցի։ Դու կարող ես, քանի որ դժվար աշխատանքի IT ոլորտի աշխատողների համար անընդհատ նստել եւ այլն, դու կարող ես ուտեստների հետ միասին, take it easy-ի հետ միասին քո հավիկներին ուղարկել։ Պատկերացրիր, տուփը բացվում է, հավերը դուրս են գալիս եւ վազում են։ Ստիպած IT ոլորտի մարդիկ հետևից վազում են, որ բռնեն հավին եւ նաեւ շարժում են ունենում։ Շատ հետաքրքիր է իմիջայլով։ Ես նույնը ճագարով էի մտածել, որ ավելի արագ վազեն ու կալորիաները ավելի արագ։ Այսինքն դու մտածել ես, ես քո մտքերը կարդացի։ Այո, կարելի ասել այո։ Հիմա կարակով ու բուսայուղով տապակում ենք մեր սոխը։ Պատրաստում ենք սոխարը։ Մեծ կտորներով։ Այո, կարելի ասել այդպես, բայց մի տարբերությամբ, որ իրան պիտի ավելացնենք գազարը, որը որ դու քերում ես։ Այսինքն արագ քերեմ։ Այսինքն արագ։ Այդ ընթացքում ինչ դու քերիչով կանցկացնես, ես կկտրատեմ մեր խոզապուխտը։ Հետաքրքիր է։ Անկեղծ ասած, այս ուտեստը ես շատ եմ սիրում։ Կրկին իր մատչելի ու հասարակ լինելու համար ես չեմ սիրում շատ համեր մեկտեղ, բայց ինքը շատ հետաքրքիր ուտեստ է։ Քերեցի։ Իդեալական։ Լցրեցինք խոզապուխտը սոխը եւ ավելացնում ենք գազարը։ Հիմա ինչ տարբերություն գազարը այսքան էր, թե այսքան, չէ՞։ Ահա, դա կեսը գազարի պահեցի։ Հա, ոչ մի խնդիր չկա։ Ինքը բավականա, որ իր համային ամբողջ հատկությունները փոխանցի մեր ուտեստին։ Թեթև բովելուց հետո իսկ ինչով ես բովում։ Կանաչ լոբին, եթե կարելի է մեջտեղից կտրել եւ դարձնել երկու մաս։ Բովում եմ կարակով եւ բուսայուղով։ Եվ համեմում ես։ Համեմում եմ աղով, պղպեղներով, այո։ Դու հասկանում ես ես ինչ ու կարիքը ունեմ։ Ես գիտեմ, դու ուզում ես տեսնել քո վաղեմի բարեկամներին։ Տիկին Ամանդա ջան, խնդրում եմ, ասեք մի երկու բառ Մարանիկի մասին։ Մարանիկի մասին ես կարող եմ ժամերով խոսել։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ ենք։ Լավ, շնորհակալություն։ Համեր բաներ ենք պատրաստում, համեցեք։ Ամեն շաբաթ կիրակի ես տեսնում եմ, թե ինչ համեղ բաներ եք պատրաստում Շանթի խոհանոցում։ Տիկին Ամանդա, փաստորեն դուք մեզ այդքան ակտիվ հետևում եք, հա։ Ձեզ հետևում են ինչպես հազարավոր կանայք, ովքեր նույնիսկ այս տարիքում միշտ ուզում են նոր բան սովորել։ Դե դուք աշխատեք, ես պատմեմ հրաշալի Մարանիկի մասին։ Մարանիկն առաջարկում է ծավալերենի եւ համեմունքների հարուստ տեսականի, ավանդական եւ հազվագյուտ տեսակներով, այլ թվում մեր բոլորի շատ սիրելի զիփ հավաքածուն։ Զիփ հականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մարանիկն ունի համեմունքներ նաեւ ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց հանրորակը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Շնորհակալություն։ Իդեալական։ Հիմա ավելացնում ենք սխտորը։ Սխտորը ուղղակի դանակի օգնությամբ պետք է տապակել եւ չկտրատել։ Վերջում, հա։ Եվ ավելացնել այս ամեն ինչին։ Հիմա մեր հավիկը։ Խիղճ հավիկը։ Այո։ Մեր 18+ հավիկը ավելացնում ենք։ Հենց այդպես ամբողջությամբ։ Այո, ամբողջությամբ հենց այս զանգվածի վրա։ Օհո։ Խիղճ հավ։ Դու քո հավերին հիշի։
ու պատկերացրու հիմա ինչ ես անում։ Իմ հավերը ի տարբերություն այս մեկի հագնված են։ Տարբերություն քեզ պետք է ասեիր։ Հագնված են։ Ոյ, չդաշնա։ Պատկերացրեցի, որ հիմա բանջարեղենային բաղնիքում է Հավիկը լողում։ Արի պատկերացնենք, որ Հավիկը կենթանի է, բայց գազի վրա չէ, բաղնիքում է։ Մեզ խափենք էլի։ Եկեք։ Եկեք։ Ձեր թույլտվությամբ ես այստեղ մի փոքր կարգի բերեմ։ Ճիշտ եմ անում ամեն ինչ։ Այո։ Արագ պիտի Այստեղ անենք։ ունենք նաև դափնուտերը։ Դափնուտերև մառանիկ։ Իմիջայլոց մառանիկը անկեղծ երևի իսկապես լավագույն ամենությունների հարազատ ավելի շատ, չգիտեմ, երևի մանկությունից մինչև օրս կա։ Այսինքն դու այդքան փոքր ես։ Այո։ Ես մառանիկը բավական մեծ տարիքում մարդ եմ եղել, մառանիկը 10 քանի տարեկան է, եթե չեմ սխալվում, կարելի է ճշտել։ Այո, ես երիտասարդ եմ։ Փրկություն է բոլոր սերնդների համար։ Այո։ Եվ չկա գրեթե որևիցե մի տուն, բնակարան, որտեղ չլինի մառանիկ։ Այո, իմիջայլոց արտադրանքների երկարակեցությունը հավաստիացնում են իրենց ընտրյալ հատիկ համի գաղտնիքը։ Լավը լինելու մասին, այդ իսկ պատճառով վստահում ենք նրան, ով երկար է շուկայում գոյատևում։ Ինչպես կասեր Տիկին Ամանդան, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Հոտ է գալիս։ Ինձ թվում է հոտը իր անբաժան մասն է։ Շատ։ Եվ այստեղ մենք ունենք նաև լորու։ Այո, լորուձու։ Իսկ քանի րոպե է պետք։ Ինձ թվում է արդեն լորուձուն պատրաստ է։ Ահա։ Իրան պետք է ուղղակի վերցնել, կեղևազատել, որ այդ ծանր պարտականությունը լիկաջան պիտի դնեմ քո ուսերին։ Սիրով, իսկ պետք է դնել սառը ջրի մեջ, ինչպես սովորական խեղճ այս կենթանուձովի հետ ենք վարվում, հա? Որպեսզի հեշտ կեղևազատվի։ Դե չէ, ասի, ինքը փոքրիկ է, շատ հեշտ է սառում։ Ու իր թաղանթն ավելի ամուր է, քան սովորական ձվի պարագայում։ Բայց ամեն դեպքում կարելի է հովացում ապահովել։ Մինչ մեր հավիկը կպատրաստվի, այդ ընթացքում կանրադառնամ աղցանին։ Աղցանի համար մեզ պետք է արագացնելու այն զելի ասելու արագ արա լոբին։ Չթարմանանք, Դավիթ, արի թարմանանք։ Նաև կբարձրանա քո տրամադրությունը, ես հիշում եմ դու բալն ես սիրում։ Այո։ Առողջություն մեր հավերին։ Ավանդույթի վերածված կենացը, որ իմիջայլոց երևի միայն ես ու դու ենք այս աշխարհում, որ ամեն ինչ վերածում ենք կենացի ուտեստից Զանգեց։ Բարև ձեզ սիրելիներս։ Եկել եմ ասեմ, որ Milky-ի այդ յոգուրտները ֆանտաստիկ համեղ են եւ իհարկե առողջարար։ Տիկին Պամելա, մենք ձեզ կարոտում ենք։ Ասեք։ Այո։ Ես նույնպես կարոտել եմ ձեզ, ինչպես եք։ Մենք լավ ենք Տիկին Պամելա, երբ որ տեսնում ենք ձեզ մեր էկրանին, ել ավելի բարձր տրամադրություն ենք ունենում, չէ՞ Դավիթ։ Այո, իհարկե։ Դե ուրեմն հենց այդ բարձր տրամադրությամբ էր ըմպեկ յոգուրտները, իսկ ես պատմեմ ամենահրաշք, ամենահամեղ իմ ամենասիրելի Milky-ի մասին։ Եթե ուզում եք ամրապնդել ձեր մկանները եւ պահպանել ձեր էներգիան, ուրեմն օգտագործեք թարմ եւ անարատ կաթնամթերք, այսինքն Milky-ն։ Milky-ը հայկական արտադրանք է առանց կոնսերվանտների եւ գլյուտենի։ Կաթ, թթվասեր, մածուն, կաթնաշոր, բավոր յոգուրտի, մրգային եւ հատապտղային միքսերը փորձեք, ախը շատ համեղ են։ Milky-ն համեղ ընտրություն ողջ օրվա համար, վաճառվում է ամենուր։ Այո, շատ ճիշտ եք ասում, Տիկին Պամելա։ Դե ինչ, շարունակենք մեր գործը։ Դու որպես պրոֆեսիոնալ խոհարար կգնահատես Milky-ի համը, կկարողանաս հաղորդել հեռուստադիտողին նրբությունը։ Ինձ թվում է ամենամեծ չափորոշիչը այն է, սուրճի բաժակ չի, պետք չի։ որ մենք արդեն, չէ, ես իրան դիտում եմ, որովհետև անկեղծ դիզայնը չէ, քեզ դուր է գալիս։ Շատ գեղեցիկ բրենդավորված է։ Ինձ թվում է ամենամեծ
խոսքը այն մասին, որ մենք օգտագործում ենք այդ product-ը։ Արդեն մեծ բան է ինձ թվում է ներկայացնելու կարիք չկա։ Կարող եք ինքներդ փորձել ու համոզվել, որակային շատ մեծ։ Գիտես, դու սխալ ես կտրատել լոբին։ Ես քանը կտրատեցի նոր ես ասում, սխալ եմ կտրատել։ Մեջտեղից Հարգելի հեռուստադիտողներ, լոբի մեջտեղը միթե սա է։ Լոբի մեջտեղը սա է։ Սա դարավ չինական կամ կորեական։ Սա Բայց ինչ որովհետև դուք կանդիտեր եք հրուշակեղենագործ եւ ձեր համար խոհարարությունը ել ավելի բարձր։ Չէ, սա խոհարարության հետ կապ չունի։ Հիմա եթե ես նայում եմ այսպես, մեջտեղը տեսնում եմ սա։ Այո։ Ըստ այնմ սեղմում եմ մեջտեղը եւ դանակս գնում է այն կողմից։ Իսկ եթե ես այսպես նայեմ մեջտեղին, ես այսպես կկտրեի։ Տղամարդիկ նայում են այսպես, կանայք նայում են այսպես։ Հակառակը։ Սրանց հետո կասես ըստ լայնության, ըստ երկարության պայմանավորվեցինք մեջտեղը։ Մենք էլի լոբի ունենք։ 1 եւ վերջ։ Իսկ ես 3 ժամ այստեղ տանջվում էի դա։ Իսկ ես մեր մեջ ասած հատուկ ձեն չի հանում, որ դու աշխատես։ Փչացրեցի, բայց մեր ուտեստը։ Չէ, իրականում ընդհանրապես չես փչացրել։ Որովհետեւ Այսինքն միշտ ելք կա։ Այո։ Խնդրեմ քեզ լոբի։ Ինչ եմ անում, լոլիկը մեջտեղից ըստ լայնության, թե ըստ երկարության եմ կտրում։ 4 մասի։ 4 մասի։ Ահա, այ խնդիրը հենց այն, ոչ։ Չես այն։ Այ կատակ էի անում։ Հումոր էր։ Մերսի։ Գերազանց հոտ է գալիս։ Գերազանց հոտ է գալիս։ Անկախ ինձանից ոնց որ լավ եմ պատրաստվել։ Նույնիսկ հերոստադիտողն է այնտեղից ասում, որ հոտը հրաշալի է, հասել է հերոստացույցից այն կողմ։ Պատկերացրեցի։ Ես համոզված եմ, որ պատրաստեն շատ է իրենց դուր գալու։ Իմիջիայլոց մենք երբեմն մեր հայկական խաշլաման պատրաստում ենք նույն եղանակով, չէ՞, ավելացնում ենք գարեջուր կամ գինի։ Ահա։ Այո։ Բայց հիմքում ընկած է եղել հենց սա։ Այսինքն բոլոր այն ժողովուրդները, որոնք մոտ են եղել գինեգործությանը, միշտ գինով ավանդական ուտեստներ ունեն։ Հայերը, վրացիները, ֆրանսիացիները, իտալացիները եւ այլն։ Դա ավարտելուց հետո կխնդրեմ կտրատես սա։ Ճիշտ է։ Ինչ անեմ, օգնեմ քեզ Թող ինձ, որովհետև Ուրեմն մանր գործերը խնդրում եմ ինձ, ես սիրում եմ լոլիկը պատրաստել, լոլիկը ինչ ենք անելու, լցնելու ենք հավի վրա։ Լոլիկը ոչ, աղցանի համար է։ Արի կրվենք։ Կրվենք։ Խնդրեմ։ Դավիթ, Այո։ եւ քանի որ այսօր մենք ֆրանսիական խոհանոց ենք մատուցում, եւ Իտալիան, Ֆրանսիան իրար կողք են, չէ՞։ Հետաքրքիր է, մենք մեր հարևաններից շատ բաղադրատոմսեր տվել ենք, չենք վերցրել, տվել ենք։ Այո, հիմնականում տվել ենք։ Իսկ Ֆրանսիան Իտալիայից վերցրել է ինչ-որ մակարոնեղենային ուտեստներ։ Տեսեք, իրականում այսօր եվրոպական ամբողջ կուլինարիան այսպես պատտվում է։ Ֆրանսիացիները ուտում են մակարոն, իտալացիները ուտում են ֆրանսիական ուտեստներ, պիցան, որ ամբողջ աշխարհում տարածված է եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Այո։ Կարող եմ վստահեցնել, որ այո, իտալական խոհանոցը ոչ միայն հասել է մեզ, այլ նաեւ իր հարևան պետություններով մինչև Ազիա եւ Հնդկաստան ու չգիտեմ Չինաստան բոլոր ժողովուրդներն էլ իտալական խոհանոցը մշակույթը սիրում են եւ կրում են, որովհետեւ իրոք իտալացիները իրոք իմ համար կուլինարիայի հայրենիքը Իտալիան է։ Ահա, իսկ ֆրանսիական կոնկրետ որն է, որ պատրաստվում է մակարոնեղենով։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որտեղ պատասխանել, իսկ մի քիչ սոլիդար հարգանք ունեն իրենք իրար մեջ ու ֆրանսիացիները մակարոնը չեն վերագրում իրենց։ Օհո։ Հասկանալի է։ Իսկ դու ունես Ֆրանսիայում ընկեր, խոհարար կամ պարզապես ընկեր, ինչի եմ ասում, որովհետև մենք կարող ենք իրեն ոսկե հասկ ուղարկել եւ ըստ համեմատության տեսնել։ Ունեմ ոչ միայն ընկերներ ունեմ, այլ նաև շատ հարազատներ, քանի որ Ֆրանսիան համարվում է մեր եղբայրական պետությունը, չգիտեմ բախտի բերմամբ թե պատահմամբ, ես ունեմ օրակույրներ, ունեմ հարազատներ, եղբայր
ունեմ նաև ընկեր, համակուրսեցի, որ հիմա ապրում, աշխատում է Ֆրանսիայում։ Իսկ թվում է հնարավորություն արժի, հա, արժի։ Քանի որ մենք ոսկի հասկի անուն ենք տվել, այստեղ ով է ներխուժում։ Տիկին Ամանդան, Տիկին Ամանդա։ Լսում ենք։ Լիկա ջան, Դավիթ ջան, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Դե մենք միշտ լավ ենք, Տիկին Ամանդա։ Դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ եմ, հատկապես երբ իմ սիրելի Շանթի եթերում եմ։ Անհամբեր սպասում էի ձեր հաղորդմանը։ Միշտ ասել եմ ու կասեմ, էլի չամով կիրակի առանց մեր ոսկե հասկի։ Իսկ ինչ եք եփելու այս անգամ։ Մենք ֆրանսիական ուտեստ ենք այսօր պատրաստում, համեցեք։ Վուալո։ Ոսկե հասկով բոլոր ուտեստներն էլ համեր են։ Դե դու պատրաստ եք, իսկ ես պատմեմ ոսկե հասկի մասին։ Ոսկե հասկը ցորենի կարծր տեսակի ալուրից պատրաստած բարձրակարգ մակարոնային արտադրանք է, իտալական բաղադրատոմսով, հայկական համն ու հոտով։ Իսկ ինչով է պատրաստված արիշտան։ Դե իհարկե հայկական ավանդական բաղադրատոմսով։ Եպեք, փորձեք վայելեք, համ համեղ է, համ որակյալ, ոսկի հասկ, որակ ձեր խոհանոցում։ Շնորհակալություն, շատ հաճելի էր ձեզ տեսնել մեր ֆրանսիական խոհանոցում։ Այո։ Պատրաստ է արդեն։ Մեր հավիկը շատ շուտով։ Եթերաժամի մեջ ես ի սկզբանե հուսով եմ չեմ հիշում արդեն նշել եմ թե չէ, եթերաժամի մեջ տեղավորվելու համար մենք օգտագործում ենք գործարանային հավ։ Այո, արագ եփող հավ։ Ճիշտ է։ Ահա, շատ բարի։ Հիմա մեզ պետք է ջուրը հասցնենք գերմանաստիճանի ու բլանշենք լոբին։ Հա, բլանշել, այսինքն թեթև վարքյանական խաշել եւ սառը ջրի մեջ։ Այո, կարող ենք սառը ջրի մեջ չդնել, ուղղակի դնել, շատ կարճ ժամանակ խաշել, ջուրը քամել, հանել, կտրատել եւ օգտագործել։ Իսկ ես չէ տակրում, մենք ինչ աղցան ենք ուզում պատրաստել։ Չէ։ Դե լավ, օքեյ, ուրեմն չեմ ասի։ Ես սպասում եմ, ինձ հետաքրքրում է իհարկե, բայց ինձ շատը հետաքրքիր է հենց համը եւ իհարկե պատրաստման process-ը։ Ինքը նորեն ֆրանսիական ծագում ունի ու Նիցայի ոճով է։ Ահա։ Ինքը համարվում է Նիցայի, ճիշտ եմ ասում, Նիցա։ Նիցա, չէ՞ հայերեն։ Հա, Նիցա, ինքը համարվում է Նիցայի ամառային աղցան։ Մեզ մոտ ոնց է։ Լոլիկ, վարունգ, կանաչիներ, լիմոն, չէ՞։ Իրենց մոտ սա է։ Ուտեստը էլի եղել է գյուղական ուտեստ, քիչ ինգրեդիենտներով, աղքատիկ մարդկանց, որը էլի հարուստ մարդիկ գողացել են, գաստրոնոմիան գողացել է եւ այսօր կուլինարիան տալիս է այս համովությունները։ Չէ, դու շատ ես տխրել։ Քո տրամադրությունը այսօր ինձ դուր չի գալիս։ Ինչու՞։ Չգիտեմ, հավիկի համար, որովհետեւ մի քիչ ավելի աշխուժ։ Ամեն անգամ ես կացան բացելուց նորովի տխրում եմ։ Տխրում ես։ Ոնե որ կտրատած լիներ, այդքան չէի նեղվի։ Ահա։ Ես չեմ հիշում, դու այդտեղ ջուր ավելացրեցիր։ Մի բաժակ ուղակի ջուր ավելացրեցի։ Այս պարագայում կարող եք, չգիտեմ, ջուրը փոխարինել եւս գինով, ու էլի իդեալական է լինելու։ Արի մեկ անգամ եւս հիշեցնենք հեռուստադիտողին, ինչ արեցինք։ Ահա։ Բացեմ, որ ավելի լավ երևա։ Ահա, եւ հոտը։ Ուրեմն այստեղ ունենք ամբողջական հավ, նախապես կարակով տապակեցինք գազարը, սոխը եւ խոզապուխտը։ Ահա։ Ավելացրեցինք հավը, սխտորը, այ լավ հիշեցրեցիր, մոռանալու էի։ Հետո դափնու տերևը, տեղադրեցինք հավը, լցրեցինք 4 անապակ գինին, համեմեցինք աղով, փունջ պղպեղով մառանիկի, միջալուց հետաքրքիր շատ անուշաբույր։ Ահա։ Եվ այստեղ եփում ենք լոբին, այո, եփում ենք լոբին։ Արդեն եփված է։ Ֆրանսիական ամառային աղցանը փորձելու համար։ Սա մանանեխ է երևի։ Մանանեխ, այո, դիժոնյան։ Ահա։ Տես, արդեն երևում է մեր ուտեստը։ Առաջարկում եմ այս ամենը մինչ պատրաստ լինի հիմնական բաղադրիչները, այս բաղադրիչները օրինակ զեյթունը առաջարկում եմ ջարդել։ Օ, Այսինքն կարող ես։ Կարող եմ։ Շատ լավ։ Ես կարող եմ քեզ տալ հապսը։ Խնդրեմ։ Ջարդելուց հետո ավելացնես այդտեղ։
Լորիձուն նույնպես մեջտեղից պետք է կտրվի։ Իմիջիայլոց լավ է մաքրել, չհաշված էս մեկը։ Մերսի։ Էս մեկն էլ։ Մերսի։ Քանի որ ֆրանսիական է, կարելի ասել մերսի։ Այո, Ճիշտ եմ անում։ իդեալական։ Դավիթ, իսկ ինչով ես համեմելու կամ ինչ պարզ է, լոլիկ, լորիկ, Այո, թթվասեր։ թթվասեր։ Եվ Իսկ ես մանանեխ։ կբերեմ, մանանեխ ունենք եւ Իմիջիայլոց կարող եք հիմնական ինգրեդիենտները էս ուտեստի, ձիթապտուղն է, մանանեխը, լիմոնը եւ լոբին, այո։ Կարող եք նաեւ պատրաստել թարմ վարունգով, կարող եք նաեւ պատրաստել բազուկով, բայց հիմնական տարբերակը սա է։ Դե իմպրովիզներ անեք, այո, իմպրովիզներ անեք, իմպրովիզ։ Միշտ պետք է նոր բան ստանանք։ Ու իմիջիայլոց ամբողջ աշխարհում գաստրոնոմիայի գլխին կանգնած են հասարակ մարդիկ, հետեւաբար հեռուստադիտողներին խնդրում եմ, որ ամեն անգամ սիրով պատրաստել սիրող մարդիկ մի նորություն անեն, նկարեն այդ process-ը ու տեղադրեն համացանցում, որովհետև անկեղծ կարող եմ ասել, շատ ժամանակ մենք խոհարարներս ինֆոներ ենք վերցնում համացանցից ու ամենասովորական մարդկանցից, որ ինչ-որ բան պատրաստում, նկարում, գցում են։ Այո։ Հետաքրքիր է։ Լոբու բույրը տարածվեց։ Ես ջրազատեմ ու գամ։ Որ ճանճ սպանում ժողովուրդ։ Կամ բալոճ։ Նաև ինձ հետաքրքրում է ինչպես է կազմակերպում ձեր ամեն օրվա ուտեստները, ենթադրենք, արդեն կտրատած է, արդեն սառեցված է, ինչպես եք դա անում, որ արագ ստացվի։ Տեսեք, հիմնականում աշխատում ենք թարմ ինգրեդիենտներով։ Ամեն օր մենք ստանում ենք շուկայից թարմ ապրանք, օրվա սպառման չափով եւ վաճառում ենք։ Դե բնականաբար կան մթերքներ, որոնք գալիս են արտասահմանից, օրինակ ծովամթերքը, որ մենք ցավոք սրտի ծով չունենք եւ պիտի լինեն սառեցված։ Բայց ինչ որ հնարավոր է ներքին շուկայից ձեռք բերել, ձեռք ենք բերում այստեղից թարմ ու տեղական, ամենակարևորը։ Բանի։ Հիմա մեզ պետք է մի քիչ մեծ ափսե, այստեղ ունենք։ Խնդրեմ։ Քեզ կխնդրեմ լիմոնահյութն էլ քամել։ Չկա քամիչը։ Ուր է քամիչը։ Քամենք այսպես։ Ես մեկ մոռանում եմ, որ իմ հետ քաղաքի լավագույն հրուշակերնագործներից մեկն է աշխատում։ Դե ես լիմոնի հետ առնչվում եմ։ Այո։ Մենակ ձեզ մոտ չի լիմոն։ Եվ նաև դնում ես միկրոալիքային վառարանի մեջ մի քանի վայրկյան, հեղուկը շատ ավելի շատ է դուրս գալիս։ Ձեզ լայվ խակ էր։ Այո։ Այնպես սիրով ես աշխատում, որ բառերն ավելորդ են, ուղղակի ուզում եմ դիտել։ Ես սիրում եմ խոհանոց, անկեղծ սիրում եմ, բայց էլ եմ ասում, աչքով տվեցիր։ Ուտեստների հետ այդքան էլ ժամանակ չեմ ունենում զբաղվել։ Դավիթ, շնորհավորում եմ։ Ինչու՞։ Որովհետև այսօր կինոյի միջազգային տոնն է։ Ես էլ ձեզ եմ շնորհավորում։ Շնորհակալություն։ Եվ բոլորին, քանի որ առանց ֆիլմերի անհնար է պատկերացնել մեր առօրյան ու կյանքը։ Ես անձամբ իմ ինքնակրթության ճանապարհին շատ ու շատ ինֆոներ, շատ ու շատ պատմվածքներ սովորել եմ ֆիլմերից։ Դրա համար նշանակալի օր է այսօր իմ համար։ Իսկ վերջի ֆիլմը, որ դիտել ես, որն է։ Անկեղծ չեմ կարող հիշել։ Չեմ կարող, որովհետև շատ հաճախ եմ դիտում ու շատ խառը ֆիլմեր։ Հասկանալի է, խոհարարները եւ հրուշակագործերը չեն կարող ֆիլմեր հիշել։ Այո, ցավալիորեն չեմ հիշում։ Բայց շատ եմ սիրում մեր հայկական ֆիլմերը, հին, Դավիթ։ Այո։ Եվ եւս մեկ հարց, դու Երման կետը ֆիլմը տեսել ես խոհարարների մասին է։ Չէ, Չէ։ չեմ տեսել։ Դե չնայես։
իհարկե չեմ նայելու, որովհետև ես ամբողջ օրը ապրում եմ հենց այդ ձև ու գնամ տուն, պատկերացրեք, լիստաթափելու փոխարեն նայեմ մի ֆիլմ, որը հիշացնում է, որ ես էլի առավոտ պիտի հելնեմ, գնամ նույն օդին։ Հասկանալի է։ Լավ, ես կնայեմ, քեզ կպատմեմ։ Okay, դեմ չեմ լինի։ Բավական է հյութը։ Այո, անգամ շատ։ Հիմա եկանք ամենակարևոր պահին։ Այս ամենը պիտի խառնենք իրար։ Կիսահում լոբի։ Երբված։ Այո։ Քանի որ դու իր մեջտեղը ուրիշ եզրով էիր բռնացրել, ինքը ավելի շուտ երբեց։ Կներեք։ Տեսեք, ես ընդհանրապես կարող ենք խառնել, կարող ենք չխառնել, բայց ես սիրում եմ այս սկզբունքը։ Ավելացնում ենք բոուլի նման, այո, այսպես, բոուլի նման։ Ինչի նման? Բոուլի։ Բոուլը դա ազիական ուտեստներն են, որոնք առանձին են, այսինքն ամեն ինչ իրարից առանձին է։ Ահա։ Խնդրեմ կտրատես հավկիթը, ես այս ընթացքում կպատրաստեմ սոուսը։ Սա հավկիթ չի, սա լորկիթը։ Լորկիթ, հա։ Մեջտեղից։ Իդեալական է, հա։ Ու կխնդրեմ այսպես իրան։ Ինչպես ենք սարքում սոուսը։ Այո։ Ինչպես ենք սարքում սոուսը։ Չգիտեմ։ Դարձնես դու։ Հավեսով։ Այո։ Եվ ժպիտով, Դավիթ։ Այո, բուսայուղը։ 2-3 ճաշի գտալ։ Ավելացնում ենք տարայի մեջ։ Վրան ավելացնում ենք թեյի գտալ 2 թեյի գտալ։ Մանանեղ, այո, դիժոնյան, հատիկավոր։ Կարող եք քաղցրահամ, կարող եք կծու, ըստ նախասիրության, առանձին ինչ-որ պահանջներ չունի։ Ուտեստը։ Իսկ ում էր հավիկի տակը շատ բարձր է ու գոլոշացումը շատ արագ է լինում, այդ իսկ պատճառով մի քիչ քիչացնենք։ Այսինքն հյութալի պիտի լինի, ճաշի տիպ։ Այո, ցանկալի հյութալի, այո, որ իր հյութերը ավելացնենք որպես սոուս։ 1 2 3 եւ Ինչի՞ այդքան քամում ես։ Դե ես չեմ սիրում, որ իմ կողքին ինչ-որ մեկը պարապ կանգնած ալնում, հետեւաբար։ Շատ լավ է, ես սիրում եմ, երբ որ ինձ աշխատացնում են խոհանոցում։ Եվ թթվասեր, հա։ Թթվասերը վերջում։ Ահա։ Թթվասերը վերջում ու ելի ըստ նախասիրության յուրաքանչյուր ուտեստ հիմնական ինգրեդիենտներից զատ մնացած ամբողջը ըստ նախասիրության։ Իսկ ես երևի սովոր եմ մայրիկս թթվասեր շատ օգտագործում, ըստ երևույթի փոխկապակցված է, դրա համար ես էլ եմ շատ սիրում ու աղցանները առանց թթվասերի։ Այո, ես թթվասեր ամեն ինչն եմ թթվասերով ուտում, միասեր զանգված այստեղ մեզ մոտ դարձավ, հա, սոուսը։ Լցնում ենք հեռավորությամբ։ Տեղ-տեղ։ Այո։ Օպա, ունենք ֆրանսիական ամառային աղցան։ Պատրաստ է արդեն։ Այո։ Իսկ աղը վերջում։ Հիմա թթվասերը։ Կավելացնենք թթվասերը։ Դավիթ, եթե կարելի է ես միլկինի թթվասերից պիտի պարտադիր մի քթալ, քանի որ ես ամեն ինչը ուտում եմ թթվասերով, ես օդնել եմ ուտում թթվասերով, հատկապես միլկինի։ Պատկերացնում եմ։ Իրականում շատ համառ է։ Եվ լիմոնե գտալով։ Այսինքն գտալը պիտի լիներ լիմոնով։ Շատ համեղ բան ստացվեց։ Այո։ Ունենք աղցանը, հիմա սպասենք մեր հավիկի եփվելուն։ Մի քանի րոպեից հավիկն էլ պատրաստ կլինի։ Կտտենք խեղճին։ Էլ հավիկ չի։ Այո, արդեն կարամելած հավիկ է։ Ինչ-որ մի բան է։ Սիրելի հեռուստադիտող, դուք պատրաստեք ձեր հեռախոսը, որովհետև հիմա նկարելու եք բաղադրատոմսը, իսկ մենք պատրաստվում ենք
գեղեցիկ սեղան գցել եւ ուտել։ Այո։ Գնացինք։ Ահա եւ պատրաստ են մեր համովությունները։ Արդեն չես դիմանում։ Ընտրեմ։ Ես առաջինը քեզ հյուրասիրեմ բացումը անենք աղցանով։ Հա, քիչ դյուրին չի, բայց Ինչ չի։ դյուրին։ Այսինքն սխալ եմ կտրատել, դրա համար Չէ, իրականում ձեզանից չի, ինձանից է, հա։ լավ։ Ընտրեմ։ Ես հիմա Եթե դեմ չես մի հասկացա։ քիչ էլ ես փորձեմ, էլի։ Փորձի, ես հիմա հասկացա ինչու էր պետք այսպես մեջտեղից կիսել, որ նաև հեշտ լիներ ուտել։ Եվ այստեղ ունենք մեր հիմնական ուտեստը, դրանով չկշտանաս։ Չեմ կարող չկշտանալ, որովհետև համեղ է։ Ես պետք է սրանով կշտանամ։ Եվ նաև հետո կշտանամ հավիկով։ Ուզում ես լոբին մի քիչ խրխրթում է։ Իդեալական է։ Շատ շնորհակալություն Դավիթ Հիմա այս համեղության համար։ բուրգունդյան հավա։ Թողես քեզ հյուրասիրեմ։ Իհարկե, ես արդեն կանգնած սպասում եմ անհամբեր։ Էլի ես ուզում։ Հա, ես գիտեի, սա դնելու ես քեզ հավը ինձ ամբողջությամբ։ Լավն է, շատ լավ։ Արի մի քիչ էլ Չէ, ավելացնեմ ես ոչ թե էլ եմ ուզում, Մի քիչ էլ թանձրուկ, էլի։ ես այն տակին Ես պատկերացրեցի։ համեղն եմ ուզում, էտել։ Այդ խոզապուխտը, գազարը, հյութը, գինին։ Դե մեզ բարի ախորժակ։ Փորձենք։ Բարի ախորժակ։ Դավիթ, Այո, հրաշքեր, իրոք։ իրոք։ Սիրելի հանդիսատես պատրաստեք եւ անպայման ձեր կարծիքը գրեք Շան TV-ի YouTube-յան ալիքում։ Մենք կսպասենք։ Կհանդիպենք մյուս կիրակի։ Համեստություն կանեմ։ Մերսի։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի